Լենդուտա նշանակում է լեննականանկարչություն բացատրում է ցուցահանդեսի հեղինակ նկարիչ Արարատ Սարգսյանը, մատնանշելով իտալական Վեդուտան քաղաքանկարչությունը, որը ծնվել եւ զարգացել է Վենետիկում։ Հենց վենետիկյան այցերից մեկն էլ առիթ եղավ, որ Արարատ Սարգսյանը մտածի իր նոր նախագծի Լենդուտայի մասին։ Բայց ես հենց այնտեղ հասկացա, որ ես այդ քաղաքի հետ օտարություն ունեմ եւ ես ունեմ մի հրաշալի քաղաք, որ իմ ծննդավայրն է եւ պետք է գնամ եւ այդ քաղաքի վրա նկարների վրա աշխատեմ։ Վենետիկից վերադառնալուց հետո առանց ժամանակ կորցնելու Արարատ Սարգսյանն անցնում է գործի։ 2.5 տարում մոտ 80 աշխատանք է ծնվում, բոլորն արված են յուղաներկով եւ ներկայացնում են հիմնականում լենինականը։ Կան, ասենք, այստեղ փողոցներ կամ շենքեր, որոնք կառուցվել են 1850-ական, 30-ական թվականներին եւ կան, ասենք, այստեղ շենք, կինոօկտեմբերի շենքը, որ սովետական շրջանում է կառուցվել։ Սա մի եզակի քաղաք է, որը 1832 թվականին ինչպես որ կզվել է ռուս ճարտարապետի կողմից, գրեթե նույնությամբ պաշտպանված է։ Իրան պետք է ուղղակի բերել նախնական տեսքի, որը մի հրաշալի կդառնա ուղղակի Կովկասի տարածքում։ Բոլոր նկարներից սեր է ճառագում վստահ են ցուցահանդեսի մասնակիցները, ամբողջ քաղաքը ներկայանում է այնպես, ինչպես եղել է եւ կա նաեւ այսօր։ Ես շատ ուրախ կլինեի, որ այս գործերը հայտնվեին թանգարանում, որտեղ Գյումրու թանգարանում։ Եթե թանգարանն էլ պատերը ձեզ մերժի, Ասպետանի պատերը ձեզ բեշքեշ։ Ուրախ կլինենք, եթե դուք ձեր նկարներից մի քանի հատ ժամանակավոր տայիք, Ուրախությամբ Ասպետանի պատերը գեղեցկացնենք։ Սրտաբաց առաջարկն անում է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, նաեւ նշում, թե Գյումրին Վենետիկին ոչնչով չի զիջում։ Ի տարբերություն մեր շատ քաղաքների Գյումրին ինքը երջանիկ բախտավոր քաղաք, որովհետև ինքն ունի արմատներ, ծառը շարունակում աճել, ինքը չի այլանդակվել, ինքը չի կտրվել, արհեստական չի մեծացել ու չի կեղտոտվել։ Հենց այդ ամուր արմատներն էլ նկարչին բերել են ծննդավայր եւ Լենդուտա նախագծի ճանապարհն են ցույց տվել։ Գյումրու հիմնակարը հանդիսացող հին թաղամասերն են մեկ առ մեկ պատկերված, կտավները տարբեր մեծության են, գունային լուծումները կենդանի եւ հստակ շեշտադրումներով։ Վեստերը նկարի կամ էր պատմությունն է, դա եւ սև վեստն է, եւ կարմիր վեստն է, պայծառ վեստն է, փոքրիկ վեստը, դա մեր պատմությունն է։ Ես ուղղակի գիտեմ, որ իմ հորդորը տնտուն է եւ անպայման դուք այդ ուղղությամբ կմտածեք։ Հայաստանում շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը եւս տպավորված էր ցուցադրությունից։ Խոսքեր չունեմ, հրաշալի է։ Գյումրին այն սակավ քաղաքներից է, որ կարողացել է պահպանել իր մշակութային ժառանգությունը եւ կարծում եմ, որ շատ կարեւոր է այս ծրագիրը շարունակական լինի։ Յան Վասմուսը Հոլանդիայից է թանգարանագետ լրագրող է։ Գյումրիում շատ է եղել, քաղաքն էլ է հավանում այս ցուցադրությունն էլ։ Ես ճիշտն ասած լենինականը չեմ տեսել, որոշ նկարներ եմ տեսել միայն եւ պատմություններ եմ լսել։ Այսօր դրանք նաեւ ընկալեցի կտավի տեսքով։ Հոյակապ է, թվում է, թե քաղաքի զարգացման բոլոր փուլերում ապրել եմ, տեսնելուց բացի նաեւ զգացի քաղաքը։ Կտավները տեսնելու հնարավորություն դեռ կա Լենդուտան պատկերասրահում, դեռ կմնա 1 շաբաթ։ Արմեն Հովհաննիսյան, Տիգրան Գասաբյան, Օրագից։